Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել Ղազարյան versus Ղազարյան նախագիծը, հերթական թողարկումն է եթերում։ Պետրոս Ղազարյանը ուշադիր հետևելով իմ կյանքի բոլոր իրադարձություններին անընդհատ հույս է փայփայում, որ դրանցից գոնե մեկը կարող է պատճառ հանդիսանալ, որ մենք դադարեցնենք այս նախագծի հեռարձակումը եւ հանգիստ թողնենք իր տանջվող խիղճը։ Բայց դա մենք չենք անի ոչ մի պարագայում։ Հետևաբար այս անգամ մենք Պետրոս Ղազարյանի հետ կմշակենք իր հերթական, արդեն ավանդական դարձած հյուրին, ազգային ժողովի падգամավոր Վահագն Ալեքսանյանին։ Բաժանորդագրվեք Antifake-ի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները, իսկ donation alerts, Patreon, super chat, բանկային փոխանցումներով օգնեք Antifake-ին։ Դա կարեւոր է այս եւ մյուս նախագծեր իրագործելու համար։ Բարի երկու սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Այսօր կզրուցենք քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վահագն Ալեքսանյանի հետ։ Բարի երկու պարոն Ալեքսանյան, շնորհակալություն հրավերելու համար։ Եվ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ Պետրոշը։ Վիտալի Բալասանյանը, որը պայքարում էր Ղարաբաղի անկախության համար, հա, գիտեք, նա գեներալ էր, պայքարում էր, կռվում, մարտերին էր մասնակցում, որպեսզի Ղարաբաղը անկախ լինի։ Հիմա ասում է, որ Հայաստանը պետք է մտնի Ռուսաստան-Բելարուս միութենական պետության մեջ, ինչպես 100 տարի առաջ էր։ Ինչով եք բացատրում այս տրանսֆորմացիան։ Դա տրանսֆորմացիա չի։ Այս կլանի հիմնական նպատակը, այս կլանի գործողությունների ու գործունեության հիմնական մոտիվը մշտապես եղել է եւ շարունակում է մնալ Հայաստանի անկախությունը մատաղ անելը։ Սա ինչ-որ նոր բան չի, սա ինչ-որ չլսված բան չի, դուք շատ ճիշտ ասի, որ պայքարում էր Ղարաբաղի անկախության համար, եթե կհիշեք նույնիսկ 2018-ից հետո էր, որ նախագահի տեխնացու լինելով Բալասանյանը ասում էր, որ դեմա նույնիսկ Ղարաբաղի Հայաստանին միացմանը, ու իր համար կարևոր է, որ հենց անկախ լինի։ Մի րոպե, Վահագն ջան, եթե այդպես հիշելով է, այդ կլան ասելով դու ինչ նկատի ունես, ձեր իշխանական կլանը։ Դասի եթե հիշելով է Վիտալի Բալասանյանը 2018 թվականի գործ ունես 20 թվականի 44 օրյա պատերազմից հետո ձեր իշխանական կլանի ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանի կողմից Վիտալի Բալասանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, այսինքն Արայիկ Հարությունյանի, այսինքն ձեր նիկոլական Արայիկ Հարությունյանի կողմից նշանակվել է իր աշխատող անվտանգության խորհրդի քարտուղար, այսինքն Վիտալի Բալասանյանը ձեր կլանի ներկայացուցիչն է։ Հիմա Պետրոս ջան, սրանց կլանն ոնց որ Վահագնն ասում, պայքարում են Հայաստանի անկախության սուվերենության դեմ։ Ուղղակի իրանց մոտ պայքարողները բաժանված են մի քանի խմբերի։ Այսինքն մի խումբը ասում է, որ այդան միանան Ադրբեջանին եւ Թուրքիային, դա հիմնական խումբն է։ Մի հատ խումբ կա Բաբաջենք բաները։ Դրանք ասում են այդանք միանանք Եվրոպական միությանը, այդպես մի նախադասությանով կիսատ պրատ օրենք են գրել։ Ասում են մեր սուվերենությունը թող վերանա, այդանք միանանք Եվրոպական միությանը։ Դասեք միություն, չէ՞, ասեք եթե պիտի սուվերեն չլինեք, ինչ տարբերություն։ Միութենական պետություն կդնի, Եվրոպական միություն կա։ Երկու դեպքում է սուվերենությունը վերանում։ Իսկ կլանի մյուս մասը այստեղ երկը։ Սրանք էլ հիմնականում են կարծիքին են, որ չէ, ախպեր։ Եվրոպան ու Ռուսաստան, Ադրբեջանը, Թուրքիան քթներից տակ։ Մենք էլ չէ տանք ուրիշի միանա։ Սրանց կլանը պայքարում է Հայաստանի անկախության դեմ, հենա լավ էլ արձանագրում է Պետրոս։ Բայց կլան ասելով դու ճիշտ եմ չէ հասկանում, Վահագն ջան, ձեր աշխատողն է եղել Վիտալի Բալասյան, ումից եք ինչ ուզում։ Պետրոս դու էլ ես ասում, որ Վիտալի իրանց աշխատողն է եղել, իրան ժամանակաշրջանում պաշտոն զբաղեցրած մարդ։ Վերջին շրջանում անկախի Արցախի անկման օրերին ումից եք ինչ ուզում։ Վահագն ջան, բերում եք հստակ վերջնականացնենք էլ այդ հարցը։ Ձեր կլանի հիմնական նպատակը ո՞րն է։ Այս կլանը, կասեք Ղարաբաղյան կլան, կասեք ուրիշ կլան, այս կլանի հիմնական նպատակը եղել է եւ շարունակում է մնալ, այո, Հայաստանի Հանրապետության անկախության կորուստը։ Ճիշտ է, բան չունեմ ասելու, համաձայն եմ։ Բացի ձեր ուժից գրեթե վերաբերմունք չկա այս հայտարարությանը։ Հակը ձեն չի հանում, դաշնակցությունը մեր ձևով։ Բայց նրանք բոլորը նույն գծի մեջ են, պետք է ասել։ Բայց Վիտալի Բալասանյանը հենց այնց օթից ընկած մարդ չի։ Վիտալի Բալասանյանը այդ
քրյա օլիգարխիկ կլանի դեմքերից մեկն է ընդամեն, ինքը անկախ մարդ չի։ Հատը մեռանք հասկացանք, այո, ձեր կլանը քրյա օլիգարխիկ կլանա, Վիտալի Բալասանյանը ձեր քրյա օլիգարխիկ կլանի անդամ ա եղել ձեր կողմից։ Պետրոս, դու պատկերացնում ես, ասենք Արայիկ Հարությունյանը պատերազմից հետո Ղարաբաղում ինչ-որ մեկին պաշտոնի նշանակի, բարձր պաշտոնի, այն էլ անվտանգության խորհրդի քարտուղար առանց Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցնում։ Դա բացառված բան է։ Հիմա ասում եմ քրյա օլիգարխիկ կլանա, խո օթից չի ընկե, չի օթից ընկե։ Եկե դառը Նիկոլական, եկե դառը ձեր թիմակիցը։ Հիմա էլ ասում եմ իրանք իրար կլանի մեջ այդ պայքարը շարունակվում է, այլ Պետրոսյան։ Մեկն ասում մեկապիտի անկախությունը վերանա, չէ՞։ Եվրոպական միությունների, թե միութենական այդ հիմնական կոնֆլիկտը իրանց մեջ այդ թեմաների շուրջը։ Դու օրինակ որը կուզես Պետրոս, դու եվրոպականը կուզես, արա դու պիվա սիրում ես, եթե ես ընդ ֆուտբոլ ես։ Ամեն քո երեխան Գերմանիա չէ սովորում։ Ադե վсё, ուրեմն դու բանի պահի։ Եվրոպականն է։ Մեկը պետությունը վերանում է, այտենց է, չէ։ Ես մա միութենական պետություն, բայց եվրոպական միությունն էլ է, էլի միութենական պետություն, բայց գիտես են ինչ է։ Դու այդ ուղղությունը պահի, դու էլ ձերը պահի։ Այդ ադրբեջանա թուրքականը։ Վիտալի Բալասյանն էլ խոսա։ Ոչ մի ռուսական, ոչ մի բան։ Թուրքականը թողած է ինչ գործ ունենք, մենք համը թուրքականը մեզ հոգի հարազատ է։ Որ ուզում ես իմանաս դու էլ այդ եվրոպականից թարգի։ Վաղջան մեթել կոնկրետ ասած այնք Վիտալի Բալասյանը ով է։ Վիտալի Բալասանյանը այդ քրյա օլիգարխիկ կլանի դեմքերից մեկն է ընդամեն, ինքը անկախ մարդ չի։ Իսկ հատուկ ծառայություններ ասելով դու մենակ Վաղջան նկատի ունես Հայաստանի հատուկ ծառայությունների, թե Թուրքիային էլ հետ, ասենք օրինակ ինձ հետաքրիր է, օրինակ Արադ Միրզոյանի, Վիտալի Բալասյանը, հա, ասացիր, հասկացանք, լավ, բարձ է, ձեր այդ իշխանական կլանում։ Իսկ Արադ Միրզոյանի հետ կապված, ասենք ընդ սուբորդինացիան ոնց է պահպանվում էլի Պետրոս։ Արադ Միրզոյանը քո մոտ հյուրեկել է, ասկի դու հարցրել ես ինքը այդ շկալայի մեջ ինչ դիրքավորում ունի, էլի, ոնց է ինքը դիրքավորված։ Վաղջան եկեք ձեր վերջնական նպատակն էլ ասա, այս հարցը փակենք։ Ձեր վերջնական նպատակը ո՞րն է։ Միտված է միայն մի բանի՝ հանգեցնել պատերազմ ու հանգեցնել Հայաստանի Հանրապետության անկախության կորուստ։ Հասկացա, չէ՞ Պետրոս, իրանց նպատակը պատերազմի միջոցով անկախության կորուստ, այսինքն Արցախում 44 օրյա պատերազմ արել են, Արցախի անկախությունը չկա, պետությունը վերացել է, հիմա էլ նոր նպատակներ ունեն, որ մի հատ էլ թեթևի մեջ պատերազմ ու Հայաստանի անկախության կորուստ։ Ու սրանք հələ կոչվում են խաղաղության կուսակցություն, խաղաղություն բերող կուսակցություն։ Անցի ինչ են գրել տվեն աղջիկները ձեռը տարա։ Մատ անցի հիմնական թեմային, այս տղան դրա համար է եկել, հետի կողքից էր էլի այդ Վիտալի Բալասյանը, անցի հիմնական թեմաներին, դե ինչ ասա։ Քոչյանը իր ոդկասթում շատ ծիծաղել է։ Մենք ապրեցինք այդ ժամանակները, ոդկասթում, հա։ Ինչն է ծիծաղել։ Այսինքն որ դու Ռուբեն Ռուբինյանի հետ ոդկաստ ես վարում, Civic AM-ում, դա ծիծաղալու չի։ Դա լացելու է, հա, ասենք եթե դու Ռուբեն Ռուբինյանի հետ ոդկաստ ես վարում, այդ նայողները պիտի նստեն ու լացեն դրա վրա։ Իսկ որ Նիկոլն էր իր կնգա հետ ոդկաստ վարում, Վահագ, այդ վաղ դու ծիծաղել ես, թե լացել ես։ Թե այն վաղ նայելուց ծիծաղում էր, հիմա նայելուց թաշկինակը վերցնում ես մի հատ հոնգուր լացում ես, ասում ես, ախ մեր Աննան, էս ինչ դարդի տերը լավ, այդ աղջիկն է դուր է լավ գնաց։ Ընդամենը 5 հատ վարին այդ ոդկաստ, հիշում ես Պետրոս։ Ախպի ժամանակ դու էլ էր ոդկաստ վարում, արա։ Դու էլ են հանրային այդ բանը, չէ, հեռուստատեսության ռադիոյի հանձնաժողովի մարդը ինչ էր, դրա հետ էր վարում։ Այդ էլ ընդից թարգիկ դուք։ Չի ստացվում, հա, ձեր մոտ ոդկաստ վարելը, ծիծաղալու է դառնում։ Ընդամենը հիշում ես Նիկոլա Աննայի հետ ընտանեկան ոդկաստ, նստին ապուշ տեն զրուցում է, տեսան նայող չկա, 5 հատից հետո դադարեցրին։ Մինչև որ Աննան վեշերը հավաքեց գնա։ Լսի Աննային ասա գոնե գա ոդկաստ վարի արա։ Որ ծիծաղալու չլինի։ Նա ասում է, տեսեք, թրիփը եթե արդեն կառուցած լինեին, հիմա այս պատերազմի ենթատեքստում, այն կլիներ հետախուզական կենտրոն։ Իսկ ինչ են անում իրանցիները ամերիկյան հետախուզական կենտրոններին, հարվածում են։ Եթե հիմա դուք թրիփը կառուցած լինեիք, Իրանը մեզ կհարվածեր։ Գիտեք ինչ, իսկ մա Ռոբերտ Քոչյանի արձանը կարելի է ուղղակի կանգնացնել որպես տենց խավարամտության հուշարձան։
Այսինքն ամերիկացիները, որոնք փաստացի հնարավորություն են ամբողջ աշխարհի ցանկացած կետի իրանց արբանյակների, հետախուզական դրոնների, ինքնաթիռների, չգիտեմ ինչքան բարձրության վրա թռնող այդ ամեն ինչի միջոցով ամբողջ աշխարհի իրանց ուզած կետին լայվ ռեժիմով հետևել, պետքա Հայաստանով անցնող ճանապարհի վրայից հետախուզություն անեին, հա։ Աղջան, մի րոպե, այդ որ արձան ես ուզում կառուցեք Քոչարյանի էդի հեշ Քոչարյանի օգտին չի։ Պետրոս դրանք տեսել ես սրանց ժամանակաշրջանի արձանները, ասենք եթե մեկին սրանք ուզում են վատություն անեն, այդ մարդու արձանը կանգնացնում են վերջին զոհը դա Պարուր Սևակն էր, որ Պարուր Սևակի արձանը սարքին, ասենք այդ ավելի մեծ դժբախտություն Պարուր Սևակի կյանքում մահից հետո տեղի չունեցեք, քան իր արձանը, որ սրա ում արձանը սարքում են, մետ են տեխնիկային թատրոնի են բանկային, Ռուբեն Բաբայան է, որ բան, տեսել ես դրա արձանը, մոտոյի ֆարի տեղը տես դրա գլուխը դրել են ես, միտամ ինքը բան է, էլի, մոտոյի ֆարը, այդ Ռուբեն բանը, Բաբայանը, այդ էլ դրա արձանն է, արա դու Քոչյանի արձանի հետ գործ չունեք, դու գնացեք Նիկոլի արձանին տիրություն արեք, քանի անգամ տվին գլուխը ջարդին, այդ արձանի հիմա վերցել են, տարել են, դրել են Իջևանի բանը եկեղեցու բակում կամերաներ դրել են վրան, որ այդ գլուխը ջարդողջել։ Պետրոս դու Նիկոլի արձանի մոտ գնացել ես։ Արա նոր մտքով ես անցավ։ Ես քեզ հələ ոչ մի անգամ չեմ տեսել, որ կնգատ կվերցնես մի փունջ են բանը, ծախ բան կողովով, այդպես բաները հալում, որ էթաս են երրորդ մաս հրապարակում են ծախում, սև լենտա վրան լնում բան ալում։ Մի հատ ծաղիկ կառնես, կտանեք կդնեք Նիկոլի արձանի տակ։ Եղավ։ Դու էլ կետաս, արա Իջևանցի ես, օրինակ ամեն անգամ դու այդ Իջևան գնալուց պետք է տանես, մի հատ ծաղիկ դնես, արձանը ինչի համար է դրած, որ տանես ծաղիկ դնես, չէ՞ այդ արձանին։ Ոչ մեկը չի տանում այդ արձանին։ Արա բայց մարդիկ կենթանության օրոք դու դրա արձանին ծաղիկ չէ։ Վաղը մեսօր դրան մի բան պատահի։ Դուք տանելու եք դրան ծաղիկ դնեք։ Իսկ ինչ վերաբերում է Ամերիկային, սրա խելքն է, էլն է ծերանում։ Փաստորեն Պետրոս այդ ամերիկացիների բան են, էլի։ Սա հիմա, ասեք, այդքան Սպուտնիկը ունեն լայվ ռեժիմով ամբողջ աշխարհը նայում են։ Տարել են ամբողջ Իրանի շուրջը, ինչքան արաբական երկիր կա։ Սա ամերիկյան ռազմաբազաներ են դրել։ Արա, հələ մատ Իրանն է դրանց, արա, սա ինչների տա պետք արա։ Սպուտնիկով դրած լայվ ռեժիմով նայում եք ռազմաբազան ձեր ինչին է պետք է։ Հիմար այդպես տարել են, ծախսերն արել են, նավերը բերում են, արա, նավերն ինչի տա պետք, արա, կամերաները կա հերիքա, էլի։ Այսպես վերլուծաբան է Պետրոս։ Արա դե Բարգավաճը ոնց իր գյոզալ կադրերին ձեռից պաս թողեց, արա դոնդից է կարս թե էս ինձ գնաց ընդ կորուստ է, Դուք հասկանում եք, այդ մարդը եղել է Հայաստանի Հանրապետության նախագահ ու նման բթամիտ մտքեր է արտահայտում։ Դա абսուրդ է, միտքն է բթամտություն, ինքը չի, իրեն անձը չեմ բանանում, բայց այդ միտքը բթամտություն է, որ ամերիկացիները ինչ որ մի հետախուզություն անելու համար կարիք ունեն ճանապարհի, հասկանում եք դրա абսուրդայնությունը։ Այսինքն պետք է գնան կանգնեն հեռադիտակով նայեն այն դեպքում, երբ որ իրանք լայվ ռեժիմով կարողանում են աշխարհի ցանկացած կետ նայել։ Ամերիկացիները շատ սխալ են անում Պետրոս։ Իզուր տեղը ասենք բերին ամերիկացիները այն Ռոմանոս ոչի են անոթաչու թռչող սարքերից էլ տվին Հայաստանին։ Արա ինչների տա պետք ասը, դրա հույսին եք մնացել, որ Իրանին հետախուզություն անեք այդ բաներով։ Դրանից հետո պատերազմ սկսվավ է։ Պարոն Ալեքսանյան, Քոչարյանն ասում է, այս պարագայում պետք է Հայաստանը ակտիվ քաղաքականություն վարի։ Մենք պետք է զանգենք, լուծումներ տանք, առաջարկներ անենք Միացյալ Նահանգներին, Եվրամիությանը, ասենք ստոպ, էս ինչ եք անում։ Իսկ դուք, նա ասում է, պերաշկի եք ուտում, դա թիթիզություն է, ես մեջ բերեմ, եւ անպատասխանատվություն այդ ֆոնին։ Լուրջ չեք։ Մենակ պերաշկի չէ, կարծեմ կուկուրուզն էր ասում, հա։ Հիշեցնեմ, որ մենք գոնե բնական նորմալ կուկուրուզ ենք ուտում, ինքը Երևանի գլխին մի հատ շատ սիրուն պլանի գլխում կուկուրուզնիկ կար, ինքը դա էր ուտում իր նախագահության ժամանակ, մենք նորմալ մարդկային սնունդ ուտում ենք։ Վահագ ջան, մի բան հարցնեմ էլի։ Օրինակ դու կուկուրուզը ուտում ես, թե քեզ կուկուրուզ կերակրում են։ Դա շատ կարևոր է։ Պետրոս, դու գյուղինստիտուտն ես ավարտել, չէ, դու բան էիր ավարտել։
համասարանի թուրքագիտության բաժինն է, չէ՞ ավարտա։ Բայց ինչ է, ամեն անգամ ես քեզ տենալուց ինձ թվում է թե դու անասնաբուծական, անասնաբուժականն ես, հենվաղ զովետն ես, չէ։ Վաղ ջան, կուկուռուզը նաև կերակրում են։ Եվ դա շատ օգուտ է տալի մսատվության եւ կատնատվության։ Դե կատնատվության թեման մի հատ իսկ կարաս խնդրում եմ էլի քեզ Վահագ ջան, սրանից հետո մի հատ կուկուռուզ ուտելուց առաջ կշռվի։ Այն ավտոբուսի մեջ ասա միտեղ թո կշեռքը դնեմ։ Մի հատ կուկուռուզ ուտելուց առաջ, մի հատ կուկուռուզ ուտելուց հետո։ Ինչ հետաքրքիր, ասենք ցուցանիշի փոփոխություն կա, մենակ ինչ չի։ Մասնագետներն էլ կարա դա հետաքրքիր լինի։ Ասենք իմանան ինչ ցուցանիշի փոփոխություն կա։ Դե լավ, էդի սննդային հարցերը, էդի թողնենք մի կողմ։ Տարածաշրջան Իրանի հետ կապված ինչ եք անում։ Բայց ինչ վերաբերում է զանգերին ու մնացածին, այդ զանգերը Ինչի՞ չեք զանգում Թրամփին եւ ասում ստոպ, էս ինչ եք անում։ Մեկը որ լսի կմտածի բան է, Իրաքյան պատերազմը ընդհանրապես ինքն է կանգնացրել իր նախագահության տարիներին, զանգելա Բուշին, ասելա Բուշ, մի րոպե, ինչ եք անում։ Չէ, մի հեգնեք։ Իրաքը մեզ սահմանամերձ չի եւ կենսական նշանակություն չունի։ Իրանը ունի։ Լուրջ դեմքով մտածելը, որ Հայաստանի Հանրապետությունն է, որ պիտի որոշի աշխարհի թիվ 1 պետությունը առհասարակ ինչ գործունեություն է ծավալում, ինչ ալնում, այդպիսի աշխարհակահաղական կենտրոնների բախումը ոնց հանգուցալուծում, դա լուրջ չի։ Ոնց լուրջ չէ։ Մի րոպե, Վահագ, արա դու տեղյակ չես այդ ցավը տանը։ Դու տեղյակ չես, գլուխդ կողել ես այդ կուկուռուզն ես ուտում։ Պետրոս ջան, զբաղվում են։ Զբաղվել է մարդը, Արարատ Միրզոյանն էս պատերազմը ինչ որ մի պահից վերցեց իր վրա։ Մարտի 5-ին Արարատ Միրզոյանը խոսել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ եւ իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանի Նախիջևանի վրա դրոններ ընկնելուց հետո։ Դրանից մի օր հետո մարտի 6-ին խոսել է Հական Ֆիդանի հետ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար։ Մարտի 5-ին Արարատ Միրզոյանը խոսել է Բահրեյնի թագավորության արտաքին գործերի նախարարի հետ։ 2026 թվականի մարտի 5-ին խոսել է Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ արտաքին գործերի նախարարի հետ։ Մարտի 3-ին Քուվեյթի, Օմանի սուլթանության աշխատում էր փաստորեն ասենք Պետրոս Իրանի արտաքին գործերի նախարարի հետ խոսելուց հետո Արարատ Միրզոյանը հեռախոսը վերցրել է, որ երկրների տարածքում Իրան-ամերիկյան ռազմաբազաներին խփել է, Արարատ Միրզոյանը մի հատ զանգել է, հասկացել է ինչը, եթե նկատել ես, արդեն այս վերջի շրջանում պատերազմը դեպի արդեն կամաց խախանձվում է այդ Արարատ Միրզոյանի դիվանագիտական ջանքերի։ Դու էլ միամիտ արա, համեստությունը պետք չի անել, Վահագ, աշխատել է մարդը, աշխատել է եւ արդյունքն էլ կա։ Ինչ ես աչքից հանում դրա արածը։ Սուրեն Պապիկյանը պատերազմից 2 օր առաջ էր Իրանում։ Գնաց հանդիպեց, եկավ 2 օր հետո, ում հետ հանդիպել էր Սավենսպանին։ Դրանից հետո արդեն Սուրեն Պապիկյանը ավարտեց, Արարատ Միրզոյանը անցավ գործի։ Ու արդեն ոնց որ թե փառքաստու կարգ մնացել է Պուտինի բանի հետ, Թրամփի հետ էլ Նիկոլ Փաշինյանը WhatsApp-ով մի Թրամփին գրի, ասի Արարատը զզվեցրիր էլի, ընկերություն, Դոնալդ։ Բայց դա չի կարելի, աղմուկ է, չեմ կարող գիշերները քնեմ։ Վերջացրու, դադարեցրու այդ ամեն ինչը։ Ու դրանից հետո կխախանվի, վերջնականապես։ Հայաստանի Հանրապետությունը, երբ որ պետք է եղել իր անվտանգության համար, բոլոր հնարավոր զանգերը կատարել է, բոլոր հնարավոր արտաքին դիվանագիտական քայլերը կատարել է, ու նաև դրա շնորհիվ է, այո, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները փառք Աստծո, հիմա նստած կուկուռուզ են ուտում, պերաշկի են ուտում, ով խորոված է ուզում, ով էլ պասապահում, պասային ուտելիք է ուտում։ Հենց դրա շնորհիվ է, նաև որտեղ Հայաստանի Հանրապետության դիվանագիտությունը շատ լավ աշխատել է, ու ի տարբերություն այս իրանց առաջարկած քայլերի, որոնց հանգուցալուծումը միանշանակ պատերազմ ու Հայաստանի Հանրապետության անկախության կորուստն է, մենք հիմա ունենք խաղաղություն ու զարգացում։ Շատ լավ են աշխատել։ Պետրոս, դե լավին լավ էլի, ինչ ասես։ Դիվանագիտությունը հենց Իրանի ղեկավարությունը սպանվեց, օրինակ չցավակցին։ Դիվանագետ են, ինչ իմանան ցավակցելուց հետո, մանավանդ ինքնիշխան պետության դիվանագետները, ինչ արձագանք կլի, ամերիկացիներին կարող է դուր գալի, կարող է դուր չի գալի,
Թողին մի քանի օր հետո։ Դրանից հետո այնտեղ սուկ է այդ երկրում։ Իրան կուկուռուս, պերաշկի, ուրախ, զվարթ, ազգային ժողովի նախագահ, վարչապետ, արտգործնախարար, պաշտպանության նախարար, վագը, լուլու, տուլու, բուլու, քեֆ, ուրախություն, սուկ հանդեպ, պատերազմ։ Դիվանագիտություն է դա, Պետրոսյան, շրջանցում ես դա, հաղթա, կամ Իրանում սուկ է հայտարարված 40 օր, մեր վարչապետը որպես բարեկամ երկրի ղեկավար մի հատ դիվանագիտական ժեստ անում, Վրաստանում մի հատ բառում թմբուկի վրա նստած, ուրախ, զվարթ, նվագում, երգում, դրանք բարեկամության նշաններ են, էլի, այսինքն գիտես բարեկամի տանը սուկ է, դու երաշտական գործիքներով ուրախ տրամադրում, ասես մի քիչ էլ այդ մարդկանց ուրախացնենք, մեկը սքի մեջ են, էլի, մի քիչ փոխենք իրանց այդ սքից հանենք։ Դա դիվանագիտական հատուկ ջանքեր է, որը մենակ մերոնց շատ մարդ չգիտի այդ։ Հիմա մի քիչ ոչ աշխարհաքաղաքական, նա ասում է, որ ամենաուժեղ կողմը ճիշտը խոսալն է, չխաբելն է, ձերը հակառակը։ Ինձ թվում է ձեր հաղորդմանը պակասում է, որ կոճակով սխվում են դալիճի ծիծաղի ձայներ է գալի։ Ինձ թվում է դա այդպես կոճակ է պետք սենց ժամանակ, որ ուղղակի սխում ենք այդ ծիծաղը աշխատի։ Պետրոս այդ ճիշտ է ասում, այդ այն բանը են Տաթևի հետ որ հաղորդումներ եք բանում են հանրայնքն, ընդեն հանդեսականները ընդեն կնպկայով է, չէ՞ որ դրանց ծափ տալը։ Այդ ո՞նց է ալում, այդ ես կարդացել եմ, ինչ որ փող եք տալի, որ այդ մարդիկ գան նստեն ընդե, չէ՞։ Հետո ընդե մի հոգի կա, ասում է, ստե ծափ տվեք, բանը, վաստե Վահագը մի հատ լավ բան ասաց։ Ստե ծափ տվեք։ Տուշ։ Բանը, ծափ են տալի, մեկ տեղը այդ փաստորեն դից հա, չարա Պետրոսի հաղորդումներին տենց հանդիսատես չկա, ծափ տալու բանի կնոպկաներ չկա Վահագ ջան։ Էդի բանի ժամանակ ալում։ Այդ հանրային քննարկումներ որ ելնում է, այդ քո ասած կնոպկայով ծափ տվողները ընդե են ելնում։ Պետրոսի Պետրոս մենակ ինքն է։ Քո վրա կնոպկա կա Պետրոս։ Արա, Վահագ դու Պետրոսի կնոպկայի տեղը գիտես։ Դու կիմանաս, արա, դու Պետրոսի հետ մոտ ես։ Չսխմես արա այդ կնոպկային, հանկարծ կարող է ծափ տա, ծիծաղի, զգուշ եղ, Չէ, փաստերով։ Ինչ պետք է օրինակ ես այդտեղ։ Մարդ ասում ես, ես ճիշտ եմ ասում, չեմ։ Ինչն է ճիշտ ասում։ Ամենաուժեղ կողմն է։ Օրինակ որն է ամենաուժեղ կողմը։ Ինքը ճիշտ է ասում, որ ինքը ուղղակի բնական ճանապարհով դարել է դոլարային միլիոնատեր, պետությունից չի գողացել, դա ճիշտ ասում։ Թե ճիշտ ասում, որ իր տղան այնքան տաղանդավոր էր, փոքրիկ իշխան է իրա, որ տենց 20-22 տարեկանում պետքա դառնար դոլարային միլիոնատեր այն դեպքում, երբ որ իր կառավարման տարիներին թոշակառուները 3-4 ամիս թոշակ չեն ստանում։ Այ Վահագ ջան, արա այդ տղա ջան, ես քեզ քանի անգամ եմ ասել։ Արա այդ հեր ու տղա հարաբերությունները, արա դրա մասին գոնե դու սուս մն, այ ախպեր։ Դու որ ես ասում ես, այս ինչ է դրա տղան է։ Մի անգամից հարց է, ամիջապես այդ հարցը առաջանում է, բտում տղան ես։ Բտում տղան ես, արա լավ, էնի ասենք թե հասկացանք, էնի դրա տղան է։ Բայց որ շուկան ասեմ Վահագ, բտում տղան ես, արա բտում տղան ես էլ է, որ 2019 թվականի նոյեմբերի 18-ին ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից մի տարի հետո արդեն Kia Jeep է սառել։ Մի հատ լսում եմ մանամ ասենք ժառանգություններ հերետ թողե։ Արա դու որ բանակում մի հատ հասարակարա շոր չես ունեցել որ հակնես։ Հենց հեղափոխություն եղավ մի անգամից այդ ավտոն որ դու ծառար։ Բայց արա դու խաղի փողերն ես հաշվում։ Մեկ գնա հայտարարագիրը նայ, մեկ ոնց ալու որ 2024 թվին Պետրոս, դու ես են գեկոտաների մեջ, Ord Development SPA-ին 31,813,600 դրամ։ Վաղ դու մենակ ճիշտն ասա, էլի, եթե այդ ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը չլեր 31,813,000 չէ։ Արա 3000 դրամ դու միտեղ, ասենք որ 3000 դրամանոց դրածելի, տեսած կայիր դու։ Բայց ոնց էլա որ Արցախը հանձնելուց հետո, երբ որ արցախցիները բռնի տեղը հանվել են, տուն տեղից զրկվել են, դու որսկի հորը տեղը չգիտես, 31,813,000 դրամով բան առնում, տուն առնում, կանխիկ դրամ, մեզ օրենք ընդունե, սրանք քպեականներով օրենք ընդունե, մեզ ասում են անկանխիկ,
300,000 դրամից ավել անկանխիկ, բոլոր պետական վճարումները անկանխիկ, թոշակները պիտի ստանան անկանխիկ, մեզ տարեք կապել են բանկերի կախին, չեն թողնում կանխիկ փող պահենք մոտներես, սա 24 թվին հայտարարել է 4,230,000 դրամ կանխիկ գումար։ Արա այդքան փող որտե՞ս պահում այդ փողը, սեյֆ մեվ գոնե ունես արեն, աներձակ հրաչի տունը մտան սաղ տարան են, նազելի բաղդաս զգուշ եղի արա, կանխիկ մի պահի մոտը, տար գոնե բանկում են յաչեկի բանի մեջ դիր այդ փողերը։ 10,160,000 դրամ աշխատավարձ ստացել մենակ հելետի 25 թվականի դեկտեմբեր ամսի պրեմիան չեմ ասում, մենակ դեկտեմբեր ամսին 3 միլիոն է ստացել, որ տարեկան ստանում է 10 միլիոն աշխատավարձ, 28,287,000 վարկա վերցրել։ Նստած հիմա սա ես հալով խախի փողերն է հաշվում։ Մարդիկ ընտրում են էմոցիաներով։ Մեր ժողովուրդը շատ հանդուրժող է, ասում է Քոչարյանը ստի նկատմամբ։ Պետրոս, բայց դու լուրջ եմ ասում, արդեն զզվացնում ես։ Լավ, ասենք թե ենթադրենք Քոչարյանն հարցազրույց չի տալի։ Դու ինչ պիտի սոված մեռնես։ Այլ ասենք ոնց կարելի է մի հատ ամբողջ հարցազրույց վերցնես կառուցես մի հատ ուրիշ մեկի հարցազրույցի վրա։ Արա սա հանրային հեռուստաընկերությունն է։ Լավ ասենք թե Քոչարյանն այդ մի հարցազրույցը չէր տալի։ Այսօր դուք ինչ էիք անելու։ Արա իմիջայլոց արդեն մարդ չմնացել որ հյուր կանչես։ Թե դրանք են վախենում գան գիտեն պիտի բերենք Ղազարյան versus Ղազարյանում մշակեն։ Թե քո հավեսնա փախե, թե դու ես գլու, ես չեմ հասկանում։ Արա մեծ նորմալ մարդեր մշակեն, կարա նորմալ թեմաներ կպել ես արա առավոտից իրիկուն Քոչարյանա Քոչարյանը զզվացրիկ էլի արդեն արա։ Դու ուրիշ հերոսի անուն չգիտես արա դու։ Մա դու ուրիշ նորմալ բանից կարաս խոսաս դու։ Տեր-Պետրոսյանը ասում է, որ ձեր տերերը թույլ չեն տա, որ չեն ուզենա, որ Սամվել Կարապետյանը հաղթանակի, որովհետև դա համարելու են ռուսական ազդեցության վերահաստատումը, ինչը իրենց հաշվիների մեջ չի մտնում, նա ասում է արևմտյան տերերը, բայց նրանք պետք է հիշեն, որ ժողովուրդն է ընտրելու։ Հիմա տեսեք հարց, եւ նա ասում է, որ մեր բարեկամներն են Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Վրաստանը եւ Ֆրանսիան էլ կուտվի։ Արա քո ուշքում միտնել ուտելու մասին է։ Այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է Ֆրանսիան կուտվի։ Ես չեմ պատկերացնում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ասած լինի Ֆրանսիան կուտվի։ Ֆրանսիան չես ուզում ուտես արա։ Ղազախական ցորենը ուրեմն քեզի քիչ է, մի հատ էլ Ֆրանսիան ուզում ես վերից ուտես, հա դու։ Ուշքում միտքդ ուտելն արա նախադասությունը ձևակերպելուց էլի ուտելը մեջն է։ Արա դե գոնես հաղորդումներից առաջ մի բան գցի փորդ գոնես։ Հիմա եւ կոչ անում ընտրել Սամվել Կարապետյանին։ Բալևոն Զուրաբյանը, ես այդպիսի բան չեմ հիշում, որ որևէ ուժի ղեկավար ոչ թե իր կուսակցության լիդերին Կոչանի քվեարկել, այլ ուրիշ կուսակցության։ Ոնց կբացատրեք այդ ֆենոմենը։ Տեսեք, երբ որ ասում է իրենց տերերը, հենց տեղից է սկսում է ամբողջ խնդրումը։ Մենք տերեր չունենք։ Մենք մի տեր ունենք, բարձրալ Աստված է։ Անտեր են մնացել։ Արա քեզ անձնապես չի ասում է, չի ասում հերետ, ուրա որ դու էլ ասես, ես տեր չունեմ, ես անտեր եմ։ Նկատի ունի Լևոն Տեր-Պետրոսյանը հələ բանա մի քիչ հենց մեղմա վերաբերում ասում արևմուտքը չի ասում էլի Ալիև, Էրդողան, բա որ չունեք տերերը, բա ով է ձեր, բա ինչի չունեք, լավ էլ ունեք։ Հենց դրա մասին է խոսքը։ Դուք հասկանում եք այդ ինչ։ Բայց ինչի է նվաստացվում։ Չէ, որտե բայց հասկացեք այդ ինչը կուսակցությունը համաժողով է, համագումար է, ինչ որ տենց մի հատ բան է անում, մեծ շուկով հայտարարում է եւ մեր վարչապետի տեխնացունը Լևոն Զուրաբյանը մի երկու շաբաթ հետո կուսակցության հոգեվոր առաջնորդը Լևոն Տեր-Պետրոսյանը ասում է միայն Սամվել Կարապետյանը կարող է փրկել։ Լսի, Լևոն Տեր-Պետրոսյանը իրանց կուսակցության հոգեվոր առաջնորդը չի, իրանց կուսակցության առաջնորդն է։ Ձեր մոտ օրինակ ձեր մոտ առաջնորդը ով է, հոգեվոր առաջնորդը ով է։
Կարող է ձեր կուսակցության առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է, հոգևոր առաջնորդը Բենթլի Սամոնը։ Կարող է, գիտես, սրանց մոտ լինի, այն ընդհանրապես սիրում է կուսակցությունների մատաղի բանի, բանակի քեֆերին բաներին գնա ամեն տեղ եթում է։ Լսի, վարչապետի տեխնացուն Էդի հայտարարելով չի որոշում, էդի ընտրություններով է որոշում։ Չի լինում, հա, Վահագ, որ կուսակցությունը հայտարարություն անի, ասի մենք կուսակցություն ենք, ունենք մեր սեփական տեխնացուն, ունենք մեր թիմը, բայց նաև պատրաստ ենք համագործակցելու այլ քաղաքական ուժերի հետ։ Բա որ չկա, բա դաշինքները ո՞նց են ձևավորում։ Արա 2018 թվականին դուք ընտրություններին մասնակցել եք դաշինքով։ Այսինքն կոչվել է Իմ քայլը կուսակցությունների դաշինք։ Էդի դրանից այլ է, որ ուրիշ կուսակցություններ, որոնք նույնպես ունեն առաջնորդներ, կուսակցության ղեկավարներ, անդամներ, եկել են ձեզ հետ դաշինք են կազմել, դաշինքով եք մասնակցել ընտրությունների։ Հիմա ասես դա ո՞նց է ալնում։ Գնա բացի 2018 թվի իմ քայլը դաշինքի թղթերը, նայի տես ոնց է ալնում։ Ինչ կա դրա մեջ չհասկանալու արա։ Պետրոս բարգավաճ այն վաղտ, որ դուք մասնակցել եք դաշինքով չէ, չէ։ Էսի այն ժամանակ ախր պատերի տակ կանգնած են, շատ էր իմանում ոնց պիտի լինի այդ որոշումներ են բաները։ Ինչի սրան է վատ բանի տեղ չեք դնում, Պետրոս։ Հա? Հեչ աշկովը չի ինի, ասես, արա տես խելացի տղա կանդե։ Բերեն կուսակցության ղեկավար մարմինները մնգեր։ Հիմա էս դրած շաբաթը մեկ կանչումը, անցած ամիս էլ այսօր կանչել էր հարցազրույց։ Ամի հիմա էս կանչում Վահագի։ Այն ժամանակ Վահագը հեչ տեսադաշտում հետ չէր բանանում, հա։ Տես մտենայր ասեիր, այն ինչ լավ տղա է։ Կանչենք, բերենք մի քիչ մեզ լուսավորի իր մտքերը։ Կենտրոն հեռուստաընկերությունը դու սրան չես կանչի հարցազրույցի Պետրոս։ Ոչ մի անգամ չես կանչի այն ժամանակ, որ հաղորդավար էիր։ Ինչ դժվար էր, արա, 2 կոպեկ փող աշխատեիր, դներ ծրարի մեջ բերեր տայր Պետրոսին, դու քեզ էլ կանչեր հարցազրույց։ Ինչ վատ կլներ։ Դա հասկանում եք ինչա, կուսակցության երկրորդ համարին կամ չգիտեմ հիմա գծում է, որ Սամվել Կարապետյանը կարա միավորի, այ ոչ թե Լևոն Զուրաբյանը։ Դե հենց այդ Բայլխի Լևոն Զուրաբյանին առաջադրում է։ Որ մտցնեն Սամվել Կարապետյանից ցուցակ։ Բայլխի վարչապետի տեխնացու ասում։ Բա ինչ ասեն մեր առաջին համարը, մեր, չգիտեմ, նոր առաջնորդը, մեր կուսակցության նոր դեմքը, ինչ որ մի բան, բայց եթե վարչապետի տեխնացու ես ասում եք, դա նշանակում է, որ այդ մարդը ոչ միայն քո կուսակցության համար մեկն է, այլ նաև այդ մարդը պետք է հավակնի լինել երկրի առաջնորդը, երկրի ամբողջ պետության։ Չէ, էսի տգետ է Պետրոս։ Արա երկրի առաջնորդ չի լինում։ Ելում ընդամենը վարչապետ, վարչապետը գործադիր իշխանության ղեկավարն է, պետության իշխանության թևերը գործադիր իշխանությունից բացի հələ եւս երկուսն են, դրանք էլ անկախ են իրար։ Վարչապետին ազգային ժողովը կարա նաեւ անվստահություն հայտնի, վարչապետը կարա նաեւ հրաժարական տա, դրանից հետո ընտրվում է նոր վարչապետ, ինչեք այդպես Աստված ասնում, սարքել են եսիմինչ այդ վարչապետի առաջնորդ երկրի չէ, վաղ դարի հազարամյակի պատմության առաջնորդն է ձեր վարչապետը։ Ընդամենը քաղաքական պաշտոն է, այսօր կա վաղ անվստահություն են անում, իմպիչմենտ դրա համար է։ Հիմա որ դու այսօր խելքը հավաքես գլուխդ, այդ ձեր падգամավորներով հետագ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտ անեք, նաև վարչապետ չի լինի։ Դա շատ սովորական հասարակ մի հատ հանրային ծառայության պաշտոն է ընդամենը։ Եթե տերեր չունենար, օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը ու իր քաղաքական թիմը առհասարակ, ակնհայտ է, որ այդպես չէր նվաստացնի Լևոն Զուրաբյանը։ Արա դու հələ Վահագ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ ես, այդ կուսակցության վարչության փոխնախագահ ես, ու բերանդ բացում է խոսես ուրիշ կուսակցությունում կուսակցության անդամի նվաստացնելու մասին։ Արա այն խեշ մարդուն են հովի կաղազայրանին, դուք չեք նվաստացրել, գրառումները հանիկ, արա մարդեր էլի, տղամարդեր, արա սաղ գրառումները հանիկ, վացունեշ, քսերոք սարիկ, բաժանիկ, են աչիդեն են նստեք, կարդացել են ու շադիր, անգիս սովորել են, նվաստացնել է էտալնում, նվաստացնել են Հակոբ Ասլանյանիներ, շիշ պռնող եք դուք նվաստացրել, դու են ինչ էր են բանը, Դավիթ Դանելյան ես վերջերս, արա, գնացի առաջադրվել էր, քվեարկվել էր
Հանիկ շպրտիկ կուսակցության վարձան ցուցակներից նվաստացնել է դա, նվաստացնել են խեղճ Ալփի Դավոյանը, Պետրոս, ախես գիտեմ, երարades գիտեմ, նա շատ պատրաստված աղջիկ է։ Նստել էր 3 էջ, հլնան, էսի 1, էսի 2, էսի, այսինքն 3 էջի վրա Ալփի Դավոյանը գրել էր Հայաստանի արդարադատության համակարգի բարեփոխման ծրագիր։ Գրեն ներկայացել էր Վարչյան Իստում քվեարկել չի անցել որ դառնա արդարադատության նախարար։ Բայց նվաստացումը էդ էր, արա։ Բայց նվաստացում են Արմեն Աբազյան, արա, ԱԾ տնօրեն այդքան ձեր համար ինչ ապօրինություն ասած արա, հանիկ գործի շպրտիկ արա մի օրում ասիկ բանը հոգնած է։ Սկսականից արա Պետրոս դրերիսին որ հոգնած Կամ ասենք են Արամը Հովանեսյան են Խաշլաման Արա այն արտաշատում են այն շշենքեր այն ես թողը կիսատ պռատ հելը գնացե ամերիկաները անտեր անտիրական նվաստացնել է այդ այն Վահե Ղազարյանը մինչև հիմա ասես գալիս ասես կողքերը ֆրֆռմա որ դրա մի գործան չեն տալի դու սրանք հələ խոսում են Պետրոս այլ կուսակցությունում մարդ կուսակցականների նվաստացնելուց ինչքան ցավ ապրում Վահագը դու քեզնից գուշել արա մի բան ավել պակաս անես տանի Իջևան նոր տարուն գազի բալոնը տնի կողքդ մնացած արդեն էլ չասեմ ինչ կանի դու ինչի վախեցար դու ինչի վա քեզ ինչի պիտի անի դու ինչ ես արել ամեն դեպքում զգուշել եք Շնորհակալություն Ձեզ նույնպես Այսպես հումանիզմով տոգորված ավարտում ենք այսօրվա եթերը